Իմացավ 8 տարվա մեջ չեմ եղել ոչ մի անգամ, ասիված կլինի։ Հանրապես ոչ մեկը չի բարձրացած ճամփորդել։ Ինչ նկատում եք, որ ժամանակ ալվել։ Բոլոր ժամանակ։ Ինչ կա չկա, ոնց է։ Լավ, պարոն վարչապետ, դուք ոնց եք։ Ինչ բերք եք հավաքում։ Պամիդոր եք դրել։ Հիմա ոնց է իրան հետ կապված ինչ կա լասը։ Իրացում եղավ էլի լավից վատը, չնայած Որտեղ բերքը քիչ է։ շատ քիչ է։ Հեկտար դեմի ես ճիշտ չեմ հասկանում, որ ծիրան տենց խասյաթ ունի։ Մի տարի բերքատալի, մի տարի դա։ Չէ, եղանակն էր, պարոն վարչապետ։ Ավելի անկեղծ եղանակը սրտանություն արեց։ Մի փոքր տենց ցուրտը բանարեց էլի։ Ինչերը սառեց։ Սառեց, հա։ Դեմի մենք մի կողմից հենց հա, բայց հիմա ասում են, որ անցած տարի 200 դրամ է, այս տարի 600 դրամ, հա։ Կա 500, 600։ Այսինքն գինը բարձրացավ։ Գինը նորմալ է, պարոն վարչապետ։ Դե Ժորժ ջան, ամեն տարի երբ որ պրոբլեմա եղել չենք կանգնել ձեր կողքը։ Հիմա չեմ ասում, ես իմիջ գներ ենք տվել, բայց այնց արել ենք, որ ճիշտ բալանս կանգնենք։ Խոսք չկա, ուղղակի իմ պարագայում։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, հիմա այս առիթը պետք է օգտագործենք նաև։ Մեր պետք է մտածենք, դուք էլ պետք է մեզ խորհուրդ տաք ոնց առաջ գնանք, որ այս գոռոկման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների հարցում մի քիչ փոխվենք։ Անպայման էլի պարտադիր է, պարոն վարչապետ։ Մենք էլ ես ինքս հասկացել եմ, կաթիլային ոռոգման որ անցնենք, համ ջուրը կխնայվի, համ բերքը ամեն ձևի ավելի լավ կլինի, շատ լավ կլինի։ Ինչքան հասկանում եմ, կաթիլայինի համար 0-ից տնկի է պետք դնել, որ ծառը սովորի այդ ռեժիմը։ Ին ծառը չի կարող սովորի այդ ռեժիմը։ Հա, այդ եմ ասում։ Պարոն վարչապետ ջան, մի խնդրանք ունենք ձեզ։ Ամեցի։ Մեր դպրոցը 20 տարվա դպրոց է, գյուղի սարկած, բայց մենք սպորտ զալ չունենք, որ երեխաները Այդ մեր գործի անունը ինչ է այդ ենք անում, էլի զալ սարը։ խնդրանք Խաղարապարակ սարք։ Մենք շնորհակալ լինենք վարչապետ ջան։ Բայց իհարկե չի, ժողովուրդ հիմա տեսեք առաջին 300 դպրոցի ծրագիրը ավարտել ենք, երկրորդ 300-ին պետք է սկսենք։ Բայց երկրորդ 300-ն է, որ մենք սկսում ենք, ոնց ենք սկսում։ Նայում ենք 1000 ներողություն, պարզավոր ձեր գյուղի համար ամենակարևորը ձեր գյուղն է։ Մեզ համար գյուղերի մեջ տարբերություն չկա։ Նայում ենք որն է ամենահրատապը, որն է ամենավատ վիճակը, որ է տանենք, բայց եթե դպրոցը ինքը շենքը նորմալ վիճակում է, Երրորդ կարգի վթարան։ ուրեմն դպրոցը պետք է բանալի։ Մենակ սպորտ դպրոցի հարց չի, բայց այդ եմ ասում։ Պետք է դպրոցը ունենա իր դահլիճը։ Եթե վթարային է, այդ արդեն երրորդ կարգի վթարան 2010 թվականից ստեղ կրթահամալիրի թեմա կա, թե չկա։ Էդ էլ պետք է նայենք։ Երեխեքը նոր դպրոց կունենան, այդ հաստատ։ Շնորհակալ։ Ես ասում եմ, որ երեխեքը նոր դպրոց կունենան, բայց երեխեքը պետք է ունենան խաղահրապարակ, այդ միանշան է։ Ես ասում եմ, գյուղը պետք է որոշի իր առաջին 3 խնդրեմ որն է, սկսենք ամենաառաջինից կամ երրակից։ Մեկը լուծեցինք, մի հատ էլ, հետո լուծեցինք մի հատ էլ, որ մենք կարողանանք աշխատենք, Ժորժ ջան։ Դրա համար եկեք կենտրոնանանք 3 խնդիրը որն է, 3 խնդիրը լուծենք, սկսենք ֆիքսենք, աշխատենք, մեկը դուրս կգա արանքից, այն մյուս ցուցակից մի հատը կգա առաջնահերթությունների ցանկ կմնա։ Էլի կլուծենք, 3-ն է կլուծենք, նոր 3 խնդիր կբերենք առաջ։ Այս ճիշտ մեթոդն է, որ ճիշտ տեղ հասնենք, այդ հանգույցը կարողանանք քանդենք։ Սամետ հանդիսությունների զալուսներ պանավիչը։ Հույթը սարքավորներ, տեր ունենք Հասկանալ անելիս պետք է հիմնավոր գործ անել, թե տենց հիսապարատիկ։ Այդ շատ արագ ասեմ։ Բավ սեղակում ինչ կա։ Երեխեք։
Հիմա չեք աշխատում։ Աշխատում ենք։ Բոլոր հարմարությունները պահանջված, բոլոր հարմարություններով, փոքր պետքարաններով